Լսել եք, որ ասվեցավ առաջիններին, թե շնություն մի անիր, բայց ես ասում եմ ձեզ, թե ամեն ով, որ մի կնկան վրա մտիկ տա նրան ցանկանալու համար, նա արդեն շնացավ նրա հետ իր սրտի մեջ։ Եվ եթե քո աչքը գայթակղեցնում է քեզ, հանիր նրան և քեզանից դեն գցիր, որովհետև լավ է քեզ համար, որ քո անդամներից մեկը կորչի և քո բոլոր մարմինը չգցվի գեհենեմ։ Եվ եթե քո աջ ձեռքը գայթակղեցնում է քեզ, կտրիր նրան և քեզանից դեն գցիր, որովհետև լավ է քեզ համար, որ քո անդամներից մեկը կորչի և քո բոլոր մարմինը չգցվի գեհենեմ։ Էլի ասվեցավ, թե ով որ իր կնիկն արձակե, թող արձակման թուղթ տա նրան։ Բայց ես ասում եմ ձեզ, թե ով որ իր կնիկն արձակի առանց պոռնկության պատճառի, նա նրան շնություն անել է տալիս, և ով որ մի արձակվածին առնե, շնություն է անում։ Դարձյալ լսել եք, որ ասվեցավ առաջիններին, սուտ երդում մի անիր, բայց Տիրոջը վճարիր քո երդմունքը։ Բայց ես ասում եմ ձեզ, բնավ երդում մի անիր, ոչ երկնքովն, որովհետև նա աթոռ է Աստծո, և ոչ երկրովը, որովհետև պատվանդան է նրա ոտների, և ոչ Երուսաղեմովն, որ քաղաք է մեծ թագավորի, և ոչ քո գլխովն երդում արա, որովհետև կարող չես մեկ մաս սպիտակ անել կամ սև, բայց ձեր խոսքը լինի այոն այո և ոչն ոչ, և սրանից ավելին չարիցն է։